2014-ի Սուրիո պատերազմական տարիներուն Սուրիո հյուսիս-արևելյան շրջանը, որ կոչվի Սուրիո սննդագողովը, ուրգան քարյուղի հանքեր եւ ծորենի բամբակի թաշտեր, Սուրիոական ժողովրդավարական ուժերու վերահսկողության տակ անցան։ Հետագային 2018-ին իրենց վերահսկողության տակ անցան նաև Հալեբի Շեխ Մաղսուդ եւ Էշրեֆի շրջանները։ Զինյալ այս ուժերու նպատակը քյուրդերու քաղաքացիական իրավունքները պաշտպանված տեսնելու համար սուրիական դվյա շրջանները ինքնագարավարման ենթակա բահելն էր։ Սուրիո մեջ տեղի ունեցած իշխանապողութենեն գարտ շրջամը վերջ 10 մարտին համացանչումը ստորագրվեցավ Սուրիո նախագահին եւ Սուրիո ժողովրդավարական ուժերու ղեկավար Մազլում Աբդիի միջև, որոնց համաձայն քրդական զինված ուժերը պետք է համարգվեին Սուրիո բանակի գազմի մեջ։ Այս համացանության ժամկետը գերգարեր մինչև 2025-ի ավարտը, սակայն կետնի վրա գործնական քայլեր երևելի չդարձան։ 6 հունվարին Հալեբի մասամբ քրդապնակ Շեխ Մաղսուդ եւ Էշրեֆի շրջաններու մեջ գրգին փախումները սկսան։ Սուրիական բանակը գոչ ուղեց զինյաներուն իրենց թեթև ձեռքերով դուրս գալ եւ հանրագարքերով ուղղվել դեպի Եփրադի արևելք, սակայն զինյաները մերժեցին ու փախումները սաստկացան։ Մեր թարմանանդունը 3 օր է բաց է, արդուժամ 9-ն մինչև 8-ը օգնելու համար մեր ժողովրդին լանանոնք հայ կամ դեղացիներ անխդիր բոլորին օգնելու համար էր որոշում առնվեցավ հակառակ որ բոլոր աշխրջանի թարմանանդունները կոչեին մենք բացինք դռները որպեսի ոյոյ մեկ փորձանքի ժամանակ օգնենք մեր հիվանդներուն։ Սուրիական բանակը երկու շրջաններու բնակչության գոչ ուղեց դուրս գալ եւ Աբաստանիլ Բեդության կողմի հաստատված կետրոններու մեջ մինչև փախումներու ավարտը։ Շուրջ 150,000 բնակիչ դուրս եկավ այդ շրջաններեն։ Փախումները ծավալեցան, որուն ավարտին բանակը իր վերահսկողության տակ արավ նախ Էշրեֆիի, ապա Շեխ Մաղսուդի շրջանները։ Զինյանները դուրս եկան եւ հանրագարքերով ուղղվեցան Եփրադի արևելք։ Շեխ Մաղսուդի շրջանը հայեր կբնային 1940 թվականներին սկսյալ։ Եվ հոն հաստատված է հայ-կաթոլիկի համայնքի ընտանիքներ, ինչպես ունեին Մադուրմը եւ Թբրոցը հունվարի 6-ին երբ տեղանվեցան այդ շենքը քարուկանտ եղավ ժողովուրդը պատասխանեցավ զանազան կետրոններու մեջ եւ համայնքը կհետաքրքրվի իրենցով պետք եղած օժանդակությունները կկատարի։ Փախումներու մերձակայքը կգտնվեին նաև հայապնակ թաղամասեր։ Ասկային առաջնորդարանը հորտորեց հայապնակցությունը Աբաստանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո ներքնասրահը։ Հալեբահայ Փարեսիրական եւ եկեղեցական միություններ սնունդ հատկացուցին աբաստանյաններուն։ Սուրիա օգնչան խաչը ամիջապես գործի անցավ աղիդալի օրերուն եւ իր պետակ խոհանոցի միջոցով սնունդ ապահովեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչի սրահի մեջ աբաստանած հայ ընտանիքներուն։ Նաեւ արաբական շրջանի մեջ Հիլալ Ահմարի միջոցով իսլամ կամ արաբ ընտանիքներուն Ներկայիս փախումները հերացած են Հալեբեն, ինչպես կտեսնեք քաղաքը խաղաղ վիճակի մեջ է, կյանքը աստիճանաբար բնականon հունի մեջ մտած է, իսկ երկու շրջաններու բնակչությունը վերադարձան իրենց բնակարանները։ Սուրիո նախագահը հաստատեց հարցազրույցի ընթացքին, որ քյուրդերի իրավունքները պաշտպանված պիտի մնան սահմանադրությամբ եւ գոչ ուղեց ժողովրդին վերադառնալու։ Հայապնակ մերձակա տաղամասերու մեջ եւս մարդիկ աստիճանաբար կվերադառնան աշխատանքի։ Մենք իբր Նորքյուղի բնակչություն եւ Նորքյուղի արհեստավորներ փախումներու օրերուն մենք չի գրցանք մեր խանութները բանալ մեր դուներեն ներս էինք, բայց հիմա Փառք Աստծո իդ կյանքը նորմալի վերածվեցավ, խանութները կբանանք, աշխատենք որ մեր գործերուն իդ վերադարձանք, բոլոր բնակչությունը իրենց դուները վերադարձան։ Գետնի վրա մարտական զարգացումները շատ արագ ընթացան։ Քանի օրերու ընթացքին Սուրիական բանակը իր վերահսկողության տակ արավ Հալեբի հյուսիս-արևելյան Արվարձանը եւ Եփրադի արևմտյան շրջանը։ Սուրիո նախագահը շաբաթ 17 հունվարին 13 տվագիր հրամանակրով ջանցավ քյուրդերու ազգային քաղաքացիական եւ մշակութային բոլոր իրավունքները։ Իսկ 18 հունվարին զինվորական գործողություններու ավարտը հայտարարվեցավ եւ գոմերու միջև ստորագրվեցավ համաձայնագիրը, որ կհաստատեր Սուրիո ժողովրդավարական ուժերու Քաշվիլը Եփրադի արևմտյան շրջան եւ համարգումը Սուրիական բանակի մեջ, քրդական շրջաններու մեջ pedagogan դեղական կառավարման որոշ պաշտոններու ստանցումով։ Զարմիկ Բողիկյան, Վերջ Բողիկյան, Լուրեր, Հալեբ։